Բարի երեկո բարեկամներ։ Այն ինչ այսօր տեղի ունենում աշխարհում նոր բան չէ։ Պայքար էներգակիրների, նավթի եւ գազի համար։ Փոխվել են միայն զինատեսակները եւ ըստ այդմ պատերազմների մարտավարությունն ու տրամաբանությունը։ Գլխավոր խաղացողները ձգտում են մնալ անկախ եւ ինքնիշխան, կախված չլինել որևէ պետության որոշումներից կամ քաղաքական կամքից։ Ով վերահսկում է էներգակիրների արդյունաբերությունն ու տեղափոխումը, նա էլ վերահսկում է աշխարհը։ Այս տրամաբանության մեջ են տեղավորվում բոլոր պատերազմները։ Այսօր կներկայացնեմ եւ կպատմեմ այդ պայքարի մասնակից գլխավոր դերակատարների մասին։ Ինչպիսի քաղաքականություն են վարում նրանք եւ ինչպես է այդ երկրների քաղաքականությունը խաչվում Հայաստանի Հանրապետության հետ։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Բաժանորդագրվեք, տարածեք եւ կիսվեք մեր տեսանյութերով ձեր ծանոթների, ընկերների եւ բարեկամների հետ։ Սա կլինի ձեր ամենամեծ օգնությունը։ Որ պատմությունը լիարժեք լինի բարեկամներ, սկզբում կներկայացնեմ առաջատար երկրների ղեկավարների մի քանի պաշտոնական հայտարարություններ, հետո նոր կանցնեմ հիմնական նյութին։ Վաշինգտոնը զգուշացրել է իր եվրոպական դաշնակիցներին ամերիկյան զենքի մատակարարման հնարավոր ուշացումների մասին, քանի որ Իրանի հետ պատերազմը սպառել է ԱՄՆ պաշարները։ Financial Times։ Good evening. Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին, դա մեր շահերից չի բխում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Թրամփի վարչակազմը հաստատել է Մերձավոր Արևելքի երկրներին 86 միլիարդ դոլարի զենքի վաճառքը առանց կոնգրեսի հաստատման։ Մերձավոր Արևելքի մեր դաշնակիցները հայտնվել են արտակարգ վիճակում։ Մենք որոշեցինք անհապաղ օգնել նրանց, վաճառել զենք եւ զինամթերք չեղարկելով ԱՄՆ կոնգրեսի հայեցակարգը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ ԱՄՆ-ն կկրճատի Գերմանիայում տեղակայված իր զորքերի ներկայությունը ավելի քան 5000 զինծառայողներով։ Թուրքիան ամիս կրճատում է Ռուսաստանի հետ առևտուրը հասցնելով այն նվազագույնի։ Վերջին 4 ամսվա ընթացքում առևտուրը կրճատվել է 22.8%, ինչը ռեկորդային է Թուրքիայի բոլոր առևտրային գործընկերների շրջանում։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատ։ Որքանով է ճիշտ Թուրքիայի այս հայտարարությունը, բարեկամներ, ցույց կտա ժամանակը։ Հիմա պաշտոնական Ուկրաինա։ Ուկրաինան այլևս հույս չի դնում պատերազմը կարգավորելու եւ այդ կոնտեքստում Ռուսաստանի հետ բանակցություններում որպես հիմնական միջնորդ ԱՄՆ-ի վրա։ ԱՄՆ-ի փոխարեն Ուկրաինան կկենտրոնանա պատերազմի կարգավորման հնարավոր հիմնական միջնորդի դերն ու պատասխանատվությունը ստանձնելու հարցում Թուրքիայի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի։ Կտրուկ եւ առաջին հայացքից բարեկամներ, անհասկանալի շրջադարձ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին զենք եւ զինամթերք մատակարարելու որոշումից հետո 24 ժամվա ընթացքում Իսրայել է մատակարարվել մոտ 6500 տոննա զենք եւ զինտեխնիկա։ Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Ադրբեջանական գազը սկսել է մատակարարվել Գերմանիա եւ Ավստրիա, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Լրացում 2 շաբաթ առաջ նաեւ Չեխիա։ Առաջին հայացքից ամեն ինչ տրամաբանական է։ Բոլորը ելնելով իր ազգային եւ պետական շահերից պայքարում են բոլորի դեմ։ Իրանի հետ պատերազմի ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնանում է Մերձավոր Արևելքի վրա, կրճատելով այլ երկրների զենքի մատակարարումը։ Եվրոպական երկրները պատասխանում են ԱՄՆ-ին, հրաժարվելով օգնել նրան եւ պատերազմել Իրանի դեմ։ Ուկրաինան արդեն հուսահատված փորձում է նոր հովանավոր գտնել։ Ինչպես արդեն ասացի, բոլորը գործում են ելնելով իրենց ազգային եւ պետական շահերից։ Սա պարզ է։ Պարզ չէ ինչու են անընդհատ, սկսած 20-րդ դարի սկզբից բռնկվում պատերազմներ եւ կոնֆլիկտներ։ Ինչու է ժամանակ առ ժամանակ աշխարհը կանգնում տնտեսական ճգնաժամի առջև, ինչ չեն կարողանում կիսել առաջատար երկրները։ Եթե այս տեսանկյունից նայենք տեղի ունեցող իրադարձություններին, ապա կստանանք մեկ այլ պատկեր։ Ավելի ճշգրիտ իմ կարծիքով։ Հիմնականում բոլոր կոնֆլիկտները արևելք-արևմուտք տրամաբանության մեջ են։ Ինչ կա արևելքում, որի պակասն ունի արևմուտքը։ Նավթ եւ գազ, էներգակիրներ։ Հիմա կթվարկեմ բարեկամներ աշխարհում ամենաշատ նավթի եւ գազի պաշարներ ունեցող առաջատար երկրների ցուցակը։ Նավթի պաշարներով առաջատարն է Վենեսուելան, հետո Սաուդյան Արաբիան, Կանադան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը,
Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Լիբիան։ Ադրբեջանն իր նավթի պաշարներով 25-րդ տեղում է։ Սա բավականին ցածր ցուցանիշ է։ Իսկ հիմա կթվարկեմ աշխարհում ամենաշատ բնական գազի պաշարներ ունեցող երկրների ցուցակը։ Այստեղ առաջատարը Ռուսաստանն է 37 տրիլիոն խորանարդ մետր։ Հետո գալիս է Իրանը, հետո Քաթար, Թուրքմենստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան, Վենեսուելա, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Նիգերիա։ Ադրբեջանական գազի պաշարները ընդամենը 2.5 տրիլիոն խորանարդ մետր է։ Ադրբեջանն այս ցուցակում 20-րդ տեղում է։ Սակայն պաշարներ ունենալը մեկ բան է, արդյունաբերել եւ արտահանել մեկ այլ բան։ Այստեղ պատկերը փոխվում է։ Խոշոր նավթ արդյունաբերող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան եւ Կանադան։ Նավթի արտահանման առաջատարն է Սաուդյան Արաբիան։ Կանադան իր նավթի մեծ մասը վաճառում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բնական գազ արդյունաբերող եւ արտահանող առաջատար երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները տարեկան 1000 միլիարդ խորանարդ մետր, Ռուսաստանը տարեկան 700 միլիարդ խորանարդ մետր, Իրանը տարեկան 270 միլիարդ խորանարդ մետր եւ Չինաստանը տարեկան 220 միլիարդ խորանարդ մետր։ Նավթի եւ գազի պաշարներ ունեն նաեւ այլ երկրներ, օրինակ Նորվեգիան կամ Մեծ Բրիտանիայի ամենամտերիմ դաշնակից Կանադան։ Բայց Եվրոպան գազը գնում Ռուսաստանից կամ գնում էր, սա այս պահին կարևոր չէ, եւ ունի էներգակիրների մշտական պակաս։ Ինչու՞։ Ամբողջ հարցը արդյունաբերման եւ տեղափոխման մեջ է։ Եվրասիական մայրցամաքում էներգակիրների պակաս եւ պահանջ ունեն 3 արդյունաբերական գիգանտներ՝ Չինաստանը, Հնդկաստանն ու Եվրոպան։ Չինաստանն ու Հնդկաստանը իրենց հարցը լուծում են էներգակիրներ գնելով Թուրքմենստանից, Ղազախստանից, Իրանից եւ միջնորդավորված Ռուսաստանից։ Եվրոպան այդ հնարավորությունը չունի եւ ստիպված է իր պահանջները բավարարելու համար էներգակիրների մեծ մասը գնել Ռուսաստանից, ինչը Եվրոպայի համար ստեղծում է քաղաքական ճգնաժամ։ Եվրոպան մնում է կախված Ռուսաստանի քաղաքական կամքից։ Մնացած մերձարևելյան էներգակիրները Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկման տակ են։ ԱՄՆ-ն եւ Կանադան այս խնդիրը չունեն։ Խնդիր չունեն նաեւ լատինական երկրները։ Եվրոպայի խնդիրը իր աշխարհագրական դիրքն է։ Հիմա նայենք նորից քարտեզին։ Ռուսաստանն ու Իրանը իրենց աշխարհագրական դիրքով բաժանում են Եվրասիան երկու մասի եւ վերահսկում են Ասիայից դեպի Եվրոպա ու հակառակը մատակարարման բոլոր ճանապարհները։ Եթե Եվրոպան ցանկություն ունի էներգակիր գնել օրինակ Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Ղազախստանից, ապա Ռուսաստանն ու Իրանը շրջանցելու երկու տարբերակ կա։ Այդ ճանապարհը պետք է անցնի կամ Վրաստանով, որն այսօր գործում է, կամ Հայաստանով, այլ տարբերակ չկա։ Հիմա փորձենք հասկանալ բարեկամներ, օրինակ ինչու Եվրոպան գազ չի գնում Նորվեգիայից։ Նորվեգիան ունի գազի պաշարներ եւ արդյունաբերություն, սակայն Նորվեգիայի գազի պաշարները քիչ են, դժվար հասանելի եւ որ ամենակարևորը, հանքերն արդեն հին են ու կիսով չափ սպառված։ Եվրոպան իրականում Նորվեգիայից գազ գնում է, սակայն նորվեգական գազարդյունաբերությունն այսօր աշխատում է մաքսիմալի վրա եւ կարողանում է բավարարել Եվրոպայի պահանջի ընդամենը 1/4-ը։ Եվրոպան տարեկան սպառում է 400-ից 450 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նորվեգիան ապահովում է 110 միլիարդ խորանարդ մետրը եւ սա Նորվեգիայի մաքսիմալ քանակությունն է։ Մնացածը Եվրոպան գնում է Ռուսաստանից, Ալժիրից եւ ստիպված շատ թանկ գնով Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվրոպային անհրաժեշտ են ղազախական, թուրքմենական եւ ադրբեջանական էներգակիրները, այլ կերպ Եվրոպան դատապարտված է ոչնչացման։ Դրա համար պետք է որ կամ Վրաստանը, կամ Հայաստանը լինեն եվրոպական տարածք, որպեսզի ճանապարհները լինեն ապահով։ Մինչ այս այդ վստահելի երկիրը Վրաստանն էր, բայց վերջին տարիներին Վրաստանը շեղվել է եվրոպական գծից եւ գնում է դեպի Ռուսաստան։ Բացի դրանից Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանակից երկիր է։ Ուկրաինական պատերազմը ապացուցեց, որ իր շահերի պաշտպանության համար կրիտիկական պահին Ռուսաստանը նույնիսկ կարող է գնալ պատերազմի։ Սա Եվրոպային պետք չէ, Եվրոպայի համար սա շատ վտանգավոր է։ Այստեղ առաջին պլան է գալիս Հայաստանը։ Սակայն Հայաստանն էլ ունի խնդիրներ իր հարևանների հետ, առնվազն Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Թուրքիայի դեպքում պատմաքաղաքական, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ է։ Ինչ պետք է անի Եվրոպան։
պետք է լուծի եւ կարգավորի այս հարցերը։ Ինչպես? Այնպես ինչպես օրինակ լուծվեց Արցախի հարցը։ Այնինչ տեղի է ունենում այսօր հայ-թուրքական հարաբերություններում։ Ով կտուժի, ինչպիսի կորուստներ կունենա, կհաղթի, կպարտվի, Եվրոպային մեկ է։ Կարևորը նպատակին հասնելն է, այն է, մեր տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն։ Պետք է ապաշրջափակվեն բոլոր ճանապարհները։ Պետք է վերականգնվեն հարևան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները եւ այս բոլոր process-ները պետք է լինեն Եվրոպայի վերահսկման տակ։ Ռուսաստանն ու Իրանը սրան ընդդիմանում են, դեմ է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կողմերը հասկանում են, եթե Եվրոպային հաջողվի իրագործել պլանավորածը, նրանք կմնան լուսանցքում եւ Եվրոպան կդառնա իրապես անկախ եւ ինքնիշխան միավոր։ Իսկ ով վերահսկում է էներգակիրների արդյունաբերությունն ու դրանց տեղափոխումը, նա էլ վերահսկում է աշխարհը։ Եվ վերջին տարիներին տեղի ունեցող բոլոր իրադարձությունների, պատերազմների եւ կոնֆլիկտների ելակետը սա է եւ միայն սա։ Սա պայքար է, բարեկամներ։ Կուզեք անվանեք պատերազմ, կուզեք անվանեք կոնֆլիկտ, ճգնաժամ, մրցակցություն։ Սա է իրականությունը։ Պայքար էներգակիրների համար եւ սրա համար պայքարում են աշխարհում խոշոր աշխարհ քաղաքական ուժերը։ Չինաստան, Հնդկաստան, ասիական հատվածը, Ռուսաստան, Իրան, հյուսիս-հարավ եւ մերձավոր արևելք հատվածը, առանձին Եվրոպան եւ առանձին Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թողարկման սկզբում միջազգային լրահոսից մեջբերումները վկայում են, բարեկամներ, պատմածիս մասին։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում ամբողջը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկման տակ են էներգակիրներ ունեցող, արդյունաբերող եւ արտահանող մերձարևելյան բոլոր երկրները, բացի Իրանից։ Դրանք են Սաուդյան Արաբիան, Սիրիան, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, սահմանափակ պաշարներով Օմանը եւ Աֆրիկայի հյուսիսային մասում Լիբիան։ ԱՄՆ-ն մերձավոր արևելքում ունի երկու քաղաքական դաշնակից՝ Հորդանանը, որը հանդիսանում է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական կենտրոնը։ ԱՄՆ-ի կողմից Հորդանան ընտրվել է իր աշխարհագրական դիրքի համար եւ ամենակարևորը՝ Իսրայելը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը այստեղ համընկնում են։ Իսրայելը ձգտում է դառնալ մերձավոր արևելքի ուժային կենտրոնը, ԱՄՆ-ին էլ սա ձեռնատու է։ Տարածաշրջանում կա հզորագույն միավոր, որի զենքի, զինտեխնիկայի եւ տեխնոլոգիաների հիմնական մատակարարը ինքն է։ Եվ Իսրայելը փոխհատուցման հիմունքով ապահովում եւ սպասարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը։ Նույն տրամաբանության մեջ է ԱՄՆ-Իրան պատերազմը, որին չի ցանկանում մասնակցել Եվրոպան, հույս ունենալով, որ կպայմանավորվի Իրանի հետ, առնվազն իր համար անհրաժեշտ էներգակիրների տեղափոխմանը չխոչընդոտելու վերաբերյալ։ Այս պատճառով ԱՄՆ-ն հրաժարվում է զենք մատակարարել Եվրոպային ու ակտիվ զինում է միայն Իսրայելին եւ մերձարևելյան իր այլ դաշնակիցներին։ ԱՄՆ-ին ձեռնատու չէ նաեւ ոչ Ուկրաինայի հաղթանակը, ոչ էլ ուկրաինական պատերազմի կարգավորումը։ Դա հարկավոր է միայն Եվրոպային։ ԱՄՆ-ին բավարարում էր 5 կարգը, որտեղ Ռուսաստանը արդյունաբերում եւ վերահսկում էր իր իսկ էներգակիրների տեղափոխումը դեպի Եվրոպա, այդպիսով կաշկանդելով եվրոպական քաղաքական կամքը։ ԱՄՆ-ի շահերի շրջանակում է նաեւ Հայաստանի հարավով անցնող ապագա Թրամփի ուղին։ ԱՄՆ-ն հույս ունի հաղթել Իրանին եւ վերահսկել Հայաստանով դեպի Եվրոպա գնացող էներգակիրները։ Նույն շրջանակում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախագահ Թրամփի հետ, որից հետո Թրամփը հանդիպեց նաև միջինասիական երկրների բոլոր ղեկավարների հետ։ Վենեսուելայում վերջին քաղաքական եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ռազմական իրադարձությունները։ Վենեսուելան այլևս Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկման տակ է։ ԱՄՆ-ին եւ Եվրոպային ընդդիմանում են Ռուսաստանն ու Իրանը։ Այս հարցում վերջիններս դաշնակիցներ են, բայց միայն այս հարցում։ Փորձում են չկոտրվել, չպարտվել եւ պահպանել այն բնական գիծը, որը բաժանում է Ասիան Եվրոպայից։ Այս տրամաբանության մեջ է նաեւ Ռուսաստան-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան քաղաքական կոնֆլիկտը։ Վրաստանում ռուսամետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի վրացական երազան կուսակցության իշխանության գալը։ Հայաստանում պրոռուսական քաղաքական ուժերի ակտիվացումը, Թուրքիա եւ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունների քաղաքականությունը, որը զիջումներով գնում է դեպի դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը։
Վերջին շրջանում Իրանի քաղաքական պահանջները ուղղված Հայաստանի Հանրապետությանը եւ իհարկե օրերս Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որը ուներ մեկ նպատակ՝ ճանապարհ հարթել իրենց էներգակիրների համար։ Հիմա Հնդկաստանի եւ Չինաստանի մասին վերջիններիս պատերազմ պետք չէ։ Նրանք աշխարհը գրավում են տնտեսությամբ։ Պատերազմը կարգելակի Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից վարվող տնտեսական էքսպանսիան։ Եթե Չինաստանին հաջողվում է խուսափել պատերազմից կամ ռազմական բախումներից, ապա Հնդկաստանին դա դեռ չի հաջողվում։ Պակիստանի հետ վերջին տարիների ընթացքում բախումները վկայում են սրա մասին։ Սա շատ լավ հասկանալով Չինաստանը ակտիվ զինում եւ օգնում է Ռուսաստանին եւ Իրանին։ Ինչպես ասացի, Չինաստանը լավ հասկանում է, որ իրեն պատերազմ պետք չէ։ Նրան պետք չէ պատերազմ, որ չհայտնվի շրջափակման մեջ, առևտրային ճանապարհները պետք է միշտ բաց լինեն։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են մնալ խաղի մեջ։ Երկուսն էլ աշխարհին առաջարկելու ոչինչ չունեն բացի Ադրբեջանի դեպքում նավթ եւ գազ եւ թուրքմենական գազի ապահով ճանապարհ դեպի Եվրոպա։ Իսկ Թուրքիան փորձում է մնալ խաղի մեջ, օգտվելով իր աշխարհագրական դիրքից, որը միշտ եղել է մերձավոր Արևելքի, Ասիայի եւ Եվրոպայի միջև տարատեսակ ապրանքների, այդ թվում նաեւ էներգակիրների կարևորագույն լոգիստիկ կենտրոն։ Երկուսն էլ չեն խառնվում ԱՄՆ Իրան պատերազմին, ԱՄՆ-ն փորձեց, բայց չստացվեց, երկուսն էլ մնում են չեզոք։ Թեման շատ խորն է, բարեկամներ, եւ ծավալուն, ու համոզված եմ մնացին ձեզ մոտ բազմաթիվ հարցեր, որոնք սկիզբ են առնում դեռ 19-րդ դարի վերջից։ Կարևորագույն կետերը կարող եմ նշել, օրինակ 90-ականներ, արաբական գարուն հեղափոխությունների մեկնարկ, հեղափոխությունների շարք, այսպես ասած, որը նախաձեռնել էր, եթե կարելի է այդպես ասել, Ամերիկայի Միացյալ Նահանգները, 50-ական թվականներ, հաշվողական տեխնոլոգիաների կտրուկ առաջընթաց։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, առաջին համաշխարհային պատերազմից հետո հետ պատերազմական քաղաքական ճգնաժամ։ Առաջին համաշխարհային պատերազմ, որը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին, արդյունաբերական հեղափոխության արդյունքում։ Էլեկտրաէներգիայի հայտնաբերման, արդյունաբերական հզորությունների կտրուկ աճի, արտադրական հոսքագծերի ներդրման, արդյունքում էներգակիրների եւ հանածոների անհագ պահանջարկի հետևանքով։ Ենթադրում եմ, բարեկամներ, որ այս թեմաների վերաբերյալ պետք է լինի շարք, մի քանի թողարկումներ նվիրված կլինեն այս թեմային։ Որ բաց չթողնեք մեր հետագա թողարկումները, բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք եւ կիսվեք մեր տեսանյութերով ձեր ծանոթների, ընկերների եւ բարեկամների հետ։ Հաջորդիվ հատ եւ մանրամասն կներկայացնեմ բոլոր այն երկրների պատմությունը, որոնք այսօր գլխավոր դերերում են։ Ինչպես է ստացվել, որ նրանք հայտնվել են այս իրավիճակում, ինչից է սկսվել եւ ուր է տանում այս ընթացքը։ Հատկապես նշեմ, չնայած համոզված եմ ոչ մեր ընտրությամբ, սա մեր ընտրությունը չի եղել, այսօր Հայաստանի Հանրապետության համար կռիվ են տալիս բոլորը, գրեթե բոլորը՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, Եվրոպան, Ֆրանսիայի գլխավորությամբ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչ կստացվի, ոչ ոք չգիտի, այդ թվում նաեւ ես։ Բայց դուք, բարեկամներ, մի մոռացեք նաեւ մեզ աջակցել ֆինանսապես, ամբողջ ինֆորմացիան ներքևում է։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ նոր հանդիպում։